Հեքիաթ գույներ կամ ծիածան Կես այդ քաղաքը կտանեն մեր հերոսները իսկական Քաղաք որտեղ երազանքներն դառնում են իրական Որտեղ աշխարհն է մեր մանկության Բում-բումիկ Հեքիաթային աշխարհ որ լույս ես բում-բումիկ Կախարդական քաղաք դու հրաշք ես բում-բումիկ Ժպիտը կոտակի տոտաները բում-բումիկ Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Սիրո լծրու սրտերը դու ամենքի Եթե որոշել եք ձեր փոքրիկի ծնունդը նշել տանը, դպրոցում կամ մանկապարտեզում, ապա զանգահարեք եւ ուրախ ծաղրացուն ու հեքիաթի հերոսներ այցելելով ձեզ այն կդարձնեն հրաշքներով լի տոն։ Անակնկալ մատուցեք նաեւ ձեր բարեկամների եւ ընկերների փոքրիկներին։ Բարև ձեզ սիրելի երեխաներ, դուք գտնվում եք նորից մեր թագավորությունում։ Այսօր իմ օգնականների հետ պետք է պատրաստենք ապակեն նախշ։ Իսկ այսօր իմ օգնականներն են Մոնիկան, ինչպես միշտ։ Բարև Մոնիկա։ Բարև։ Եվ մեր Վիկան։ Բարև Վիկա։ Բարև։ Ո՞նց ես։ Լավ։ Այսօր ինձ օգնելու են երկուսով պատրաստենք կիծի։ Մենք եզրագծել ենք երեխաների սիրելի հերոս կիծին, որին եզրագծած արդեն։ Մնում է աչուկները եւ սկսենք ներկելու գործընթացը։ Նախապես աչուկները սևով նշենք։ Ահա, հիմա սկսում ենք ներկել կիծի դեմքը։ Մեզ հարկավոր է ինչ գույն դեմքի համար։ Սպիտակ։ Այո, խնդրում եմ փոխանցի Մոնիկային սպիտակ գույնը։ Ահա։ Պետք է նախ եւ առաջ լցնենք սպիտակը եւ տարածենք։ Այնպես, որպեսզի հավասարաչափ տարածվի բոլոր հատվածներում։ Հիմա փայտիկի օգնությամբ արագ ապակե նախշը ավարտին ենք հասցնում, ինձ օգնի Մոնիկա։ Մեր ներկերը չորանալուց հետո փայլիկներ են ունենում եւ մի քանի երանգով մքանում են։ Արագ ներկում ենք դեմքը, այնպես, որ, այո, որ չծածկվի կիծիկները։ Շատ լավ է, հիմա մաքրում ենք մեր չոպիկները, այո։ Իսկ հիմա պետք է վերցնենք մի գույն, որով կներկենք մեր վերնաշապիկը, կանաչով։ Համաձայն ես Վիկա։ Այո։ Այսպիսի գույնով, սա կանաչը։ Ես հիմա ներկը կլցնեմ, իմ աջ օգնականը սա կներկի, իսկ ձախ օգնականը այս հատվածը։ Վարդագույնով կներկենք մեր կիծի բանտիկը։ Այո։ Ներկում ենք թեմպերով, արագ։ Եվ կարմիրով կանենք վերջին դետալը, որը քիթիկի մեջն ենք ներկում։ Շատ գեղեցիկ է, երեխաներ, մեր կիծին պատրաստ է։ Թողնում ենք չորանալու, 1 օր չորանալուց հետո իրեն պոկում ենք թղթիկի վրայից եւ հագցնում պատուհանին, պահարանին եւ ինչու՞ չէ հայլին։ Լավ, 1 օր անց պետք է մեր կիծին կպցնենք հայելուն, երեխաներ։ Իհարկե ինձ կօգնեն իմ օգնականները, խնդրեմ, շատ զգուշությամբ վերցնում եք եւ տանում
Հայլին։ Ահա եւ վերջ։ Պատրաստ է մեր աշխատանքը։ Ողջույն իմ փոքրիկ հեռուստադիտողներ, այսօր իմ հյուրերն են փոքրիկ Մանեն եւ փոքրիկ Սոնան։ Գիտեք, նրանք զույգ քույրիկներ են եւ քանի որ նրանք զույգ քույրիկներ են, նրանք միաժամանակ պետք է պատրաստեն երկու աղցան։ Իսկ ասեք տեսնեմ, Մանե, դու ինչ աղցան ես պատրաստելու։ Ձիով։ Ինչով։ Ձվով։ Իսկ Սոնան ինչ աղցան է պատրաստելու։ Ամառային աղցան։ Ահա, շատ հրաշալի է։ Մանե, կասես քո աղցանը պատրաստելու համար ինչ է անհրաժեշտ։ Ձու, սխտոր, թթվասեր, կարակ։ Իսկ Սոնայի աղցանը պատրաստելու համար, ասա, ինչ է անհրաժեշտ այս աղցանը պատրաստելու համար։ Եվ 1000, ճիշտ է։ Ինչ ենք սկսում սկզբից կտրատել։ Կասես Մանե։ Ձու, խնդրեմ կտրի, իսկ քեզ համար սկզբից ինչ ենք վերցնում, 1000-ը։ 1000-ը։ Վերցնում ենք 1000-ը։ Պուպուշ, մեր պուպուշներն է ուզում համտեսել այս համեղ աղցանից։ Պուպուշ պետք է մի փոքր համբերես։ Ահա, ինչ ենք անում ձուն։ Պետք է լցնենք ափսեի մեջ։ Ահա։ Իսկ սպիտակուցը պետք է մնա։ Լավ։ Սպիտակուցն էլ դնենք այ ամանի մեջ, այ այսպես։ Արի այս մի դեղնուցն էլ հանենք։ Հոպա։ Մյուս եկա կտրես։ Խելքեմ։ Սոնան արդեն կտրատեց 1000-ը։ Մի քիչ էլ եմ տալիս։ Այ ապրես, Սոնա, շատ ապրես։ Քեզ օգնեմ։ Չօգնեմ։ Մենակդ կարող ես։ Ահա։ Լավ, բեր ես լցնեմ ափսեի մեջ, լավ։ Սա մի փոքր էլ մանրացնեմ, այ այսպես, ահա։ Լցնենք ափսեի մեջ։ Մանե, իսկ դու դպրոց գնում ես։ Դեռ ոչ, երբ ես գնալու։ Մի քիչ եմ եկանում։ Մի քիչ էլ մեծանաս։ Քանի տարի։ 5 թե 10։ Մի հատ։ Մի հատ է մնացել։ Ուրեմն Սոնային էլ է մնացել մի հատ, որ մեծանա։ Իսկ սա մենք ինչ պետք է անենք։ Տրորենք։ Դե արի տրորենք, լավ։ Կարող ես ինքդ։ Կարող ես, խնդրեմ։ Սիրելի փոքրիկ հեռուստադիտողներ, դուք նույնպես ուշադիր հետևեք, որպեսզի կարողանաք պատրաստել մեր ամառային աղցանից։ Ահա, Սոնա կտրեցի։ Սա նույնպես լցնենք ափսեի մեջ։ Իսկ հիմա Սոնան շարունակում է կտրել լոլիկը, կարող ես, չէ՞։ Կարող ես, ես քեզ կօգնեմ, այսպես։ Մանե, տրորեցի ձվի դեղնուցը։ Հիմա ինչ պետք է անենք։ Կարակից մի փոքր դնենք ձվի դեղնուցի մեջ։ Խնդրեմ, ինչքան է անհրաժեշտ կտրի, ես քեզ օգնեմ։ Այսքանը բավական է։ Քանի որ Սոնան մեր զույգ քույրիկներից մեծն էր, շատ գործ առաջացավ եւ նա արագ շտապելով գնաց իր մայրիկին օգնելու, բայց չհուսահատվեց, մենք Մանեի հետ կշարունակենք պատրաստել այս աղցանը եւ քույրիկինը նույնպես կպատրաստենք, չէ՞ Մանե։ Այո, ասա տեսնեմ, ձուն արդեն կարակով խառնեցինք, հիմա ինչ պետք է անենք։ Սխտորը լցնենք։ Լավ, սխտորը լցնենք։ Ահա։ Իսկ ես շարունակեմ կտրել Սոնայի աղցանի համար լոլիկը։ Մանե, իսկ
ես լինում է, որ դուք քույրիկի հետ նույն բանն եք մտածում։ Հələ քասես ինչ է լինում, որ այդպես նույնն եք մտածում, ինչ եք օրինակ նույնը մտածում։ Արի միասին իջնենք բակ, մտածում եք այդպես։ Իսկ ինչ եք նույնը մտածում։ Ուզում ենք, որ երկուսս նույն շորը հագնենք։ Իսկ ձեզ մտածում եք Չեք վիճում։ Վիճում եք։ Չեք վիճում։ Այ շատ ապրեք։ Շատ լավ քույրիկներ եք ուրեմն, եթե չեք վիճում։ Ինչքան թթվասեր լցնեմ։ Մի հատ։ Մի գթալ։ Այսքանը բավական է։ Ահա, լցրեցի։ Կարող եք չէ՞ խառնել։ Մեր պուպուշն էլ էր սոված, նրան էլ պետք է անպայման տանք մեր համեղաղթանից, համաձայն ես։ Լավ, իսկ ես այստեղ լցնեմ սոխը։ Այնուհետև լցնեմ եգիպտացորենի հացիկները։ Եվ շարունակեմ կտրել լիբարը։ Մանե, իսկ դու կենթանիներ սիրում ես։ Սիրում ես։ Ինչ կենթանի ես ամենաշատը սիրում։ Կարապը։ Ինչ։ Կարապ։ Կարապ։ Իսկ թութակներ չես սիրում։ Սիրում եմ։ Սիրում ես։ Գիտես, մեր պուպուշը այնքան շատ է սիրում վարունգ։ Կուզես մի հատ փորձենք իրեն վարունգ տալ։ Լավ, արի միասին տանք։ Ահա ես գտնեմ վարունգը մեր աղցանի մեջից։ Ահա, գտա։ Արի միասին տանք։ Վերցրու վարունգը։ Պուպուշ համեղ է։ Բարի ախորժակ։ Մանե, արի երկուսով ասենք պուպուշին բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Ապրես։ Որպեսզի հետո նորից կարողանանք նրան կերակրել։ Լիբարը նույնպես լցրեցինք ափսեի մեջ։ Հիմա տեսնենք մանեին ինչ անհրաժեշտ այստեղ։ Հիմա ինչ պետք է անենք։ Լցնենք ձվիկների մեջ։ Սպիտակուցի մեջ լցնենք։ Լցնենք։ Վայ։ Պուպուշը նորից վարունգ է ուզում։ Ձվիկները լցնենք եւ նորից վարունգ կտանք պուպուշին։ Ափսեի մեջ դնենք մի քանի հատ ռեհան։ Հիմա արի ձվիկները շարենք այս ափսեի մեջ։ Դիր։ Իսկ հիմա լոլիկով զարդարենք։ Կարող ես։ Վերջ։ Այսքանը բավական է։ Սիրելի փոքրիկներ, նայեք, խնդրեմ մանեի պատրաստած աղցանին։ Այն շատ համեղ է, ինքներդ պատրաստեք եւ փորձեք, հաստատ կհավանեք, ճիշտ է։ Իսկ հիմա գանք մի փոքր այստեղ եւ վերջացնենք։ Ավելացնում ենք 2 քթալ բուսալու եւ քացախ 1 քթալ։ Հիմա մենք արագ կխառնենք այս աղցանը։ Եվ պետք է ավելացնենք աղ և պղպեղ, ճիշտ է։ Նորից այսպես խառնենք։ Հիմա մեր աղցանը մենք կլցնենք այս ափսեի մեջ։ Կդնենք վրա 1 հատ ռեհան։ Բարի ախորժակ, ցտեսություն։ Բոմբոմիկ շոու